Մենք ուղիղ եթերում աշխատանքը վաղ շաբաթ խոշորացված համայնքից այս պահին գտնվում ենք Ծաղկունք վարչական շրջանում գտնվող 14 կոտորակ 43 ընտրատեղամասի մոտ, որտեղ ևս նախնական տեղեկությունների քաղաքացիների կուտակումներ կային եւ ուղղորդման հստակ դեպքեր այս պահին մենք այստեղ ենք հասկանալու թե ինչպես է ընթանում ընդհանուր ընտրական գործընթացը, ինչպես նաեւ կզրուցենք դիտորդական առաքելություն իրականացնողների հետ հասկանալու թե ինչպիսի խախտումներ են արձանագրվել այստեղ։ Նշենք, որ ընտրատեղամասը բավականին մոտ է ՔՊ շտաբին, ինչպես իհարկե սահմանված հեռավորության վրա, բայց բավականին մեծ այստեղ տեղադրված է Արգիշտի Մեխակյանի, փակցված Արգիշտի Մեխակյանի պաստառը։ Այս կամերան հոսիստիկը կարանք իմանա, քանի մետր է։ Ձեզ չունի բանտում սավարը։ Մի ասում եք 50-60-ն, մեկը 70-ն։ Ինչի համար է ձեզ հեռավորությունը պետքել։ Բան է, 50 մետր առավելով, որ խոսքի մի քիչ համար կայացնեն թեմաշան է։ Հա, իսկ դու զալան ծախախտում անելու մեջ մեղադրում, հա։ Չէ, մեղադրում, որ հետաշի է, դες դուղասկը։ Հետաշի է 50 մետր, դե վարդի է 70։ Հարգելի հետևորդներ, նախքան տեղամասն ընկած հատվածում ցանկանում ենք ցույց տալ թե որքան մեքենաների կուտակումներ կան, որտեղ ըստ էության կան հստակ մարդիկ մեքենաների մեջ, որոնք նաև քաղաքացիներին ուղղորդում են իրենց քվեն թե ում տալ։ Այս պահին մեքենաների ուղղակի կուտակումները առաջարկում եմ տեսնել, որից հետո կգնանք ընտրատեղամաս, ապա վերադառնալիս կփորձենք հասկանալ այդ մարդիկ շարունակում են այստեղ մնալ թե ոչ, ինչպես նաև կփորձենք զրուցել եւ հասկանալ թե այստեղ կոնկրետ ինչ գործառույթով են։ Ամեն դեպքում, ինչպես նկատում եք, ահա մեքենայի մեջ մարդիկ կան, որոնք փորձում են թաքցնել դեմքերը, մեզ այսօր ահազանգել էին, որ այս մեքենան վաղ առավոտից այստեղ է եւ հստակ ուղղորդման գործառույթներ են իրականացնում այս մեքենայում գտնվող մարդիկ, ինչպես նկատում եք երկու քաղաքացի այս մեքենայում է, որոնք չեն ցանկանում, որ իրենց դեմքը երևա, մենք նաեւ կցուցադրենք մեքենայի պետհամարանիշը։ Բարև ձեզ, մենք ուզում ենք հասկանալ թե ինչ գործառույթ եք այստեղ իրականացնում, ինչու եք փակում ձեր դեմքերը, ահազանգ ունենք, որ վաղուց մեքենան կանգնած է։ Դեմքը չենք փակում, դուք եք նկարում, ումն եք թույլատվություն վեկալը, որ նկարում ես։ Վերցնել իրավունք, պարտականություն չունենք, մենք տունն ասպասվեց, բալանի բերեն, որ փաստեք մտեք իրավունք։ ահազանգ ունենք, որ վաղ առավոտից այստեղ եք, ինչու եք թաքնվում, որն է խնդիրը։ Ահազանգ ունեիք, մասպետն եկավ գնաց, նախարարի տեղակալ, մեղակալ եկան, գայր իրա նկարի, խի եկան, ստե գնացին, ինչի մար։ Հե? Այս պահին ահա Բնակիչ եմ, իրավունք չունեմ կանելու։ Ահազանգում եք մարսպետը եկել է, ասես ուղղորդման դեպք կա մարսպետից։ Ես ումն եմ ուղղորդել, բայց։ Ես հարցնում եմ, դուք մարսպետին մեղադրում Չէ, բայց ես ուղղորդել եմ, որ մեկին սաղին։ Մարսպետը հասկացանք, Ես գործ տվող չեմ, դու գնացել։ Չէ, շատ ցանկալի է, որ ասում եք, ձեր քաղաքի ապագան է, ձեր ապագան է։ Ինձ ապագա չկա, իմ քաղաքին է։ Ինչ եք անում այստեղ։ Բնակիչ եմ կանել, իրավունք չունեմ գյուղի մեջ կանել։ Ումն եմ խանգար, Ոչ ոքի մարսպետն է եկել, դուք ասացիք, որ նախարարի տեղակալը։ Ակու ինչ գործն է, գնա հեռանում են այն տարածքից, որը քիչ առաջ մենք նկարահանել էինք ուղիղ եթերում եւ ցույց տվել, թե որքան շատ մեքենաներ կան կուտակված հենց այս հատվածում։
Նաև նշենք, որ քաղաքացիներից մեկը ուղիղ եթերում ահազանգեց, որ այստեղ Արմավիրի մարզպետն է եղել, ինչպես նաև նախարարներից մեկի տեղակալը, սակայն հրաժարվեց նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Նշենք, որ ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ վստահված անձինք եւ ոչ էլ դիտորդական առաքելություն իրականացնողները չէին նկատել այն, ինչ այստեղ ահազանգեց քաղաքացին։ Ինչպես նկատում եք, քաղաքացիները, ինչպես որ այստեղ էին, նույն կերպ շարունակում են մնալ ընտրատեղամասին բավականին մոտ, նույն մեքենան, որը արդեն իսկ մենք ներկայացրել էինք, ինչպես նաև պետհամարանիշներն էինք ցույց տվել, շարունակում է մնալ նույն տեղում կանգնած եւ ուղևորները, ինչպես նստած էին նույն դիրքով, շարունակում են նստած մնալ, ասում են, որ սա իրենց տունն է, սակայն ցանկանում ենք նաև դարպասը ցույց տալ եւ արձանագրել, որ դա բնակելի հատված չէ ըստ էության։ Քաղաքացին նշում էր, որ սա իր տունն է եւ սպասում է, որ տնից մարդ դուրս գա, բայց ինչպես նկատում եք, այն այնքան էլ տան նման չէ։ Ճիշտ է, դարպասները չբացվեցին, սակայն մեքենան տարածքից հեռացավ, տեսնելով տեսախցիկը ըստ էության վարորդը։ Մենք կփորձենք քիչ անց եւս այստեղ լինել, որպեսզի հասկանանք այս մեքենան վերադառնում է այս տարածք, թե ոչ։ Ասում էին տուն է, բայց մենք արդեն իսկ նշեցինք, որ սա այդքան էլ բնակելի տան նման հատված չէ։ Փորձենք տեսախցիկը որքան հնարավոր է բարձրացնել եւ նաեւ ներսում ցույց տալ, արդյոք այդտեղ բնակելի տներ կան, թե ոչ։ Նկարի։ Նշենք, որ այս պահին տեսախցիկները տեսնելուց հետո որոշակի քաղաքացիներ հեռացան տարածքից, այնուամենայնիվ մենք ահազանգ ունենք, որ այստեղ ուղղորդման հստակ դեպքեր կային։ Քիչ անց կփորձենք այստեղից եւս մեկ անգամ ուղիղ միացմամբ աշխատել, հասկանալու թե իրավիճակը որևէ կերպ փոխվեց, թե ոչ։ Այս պահին առաջարկում եմ հետևել մեր մյուս տեղամասերից իրականացվող աշխատանքին, հասկանալու թե այլ տեղամասերում ինչ է կատարվում։